Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ։ Այս տարին հոբելյանական է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի համար։ Թատրոնը նշում է իր 160-րդ թատերաշրջանը։ Մենք այսօր Գյումրիում ենք, թատրոնում, եւ իմ հյուրն է թատրոնի երիտասարդ տաղանդավոր դերասանուհի Ջեմա Ադամյանը։ Բարի երեկո սիրելի Ջեմա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեզ հյուրընկալեցիք այսօր ձեր թատրոնում, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Ես էլ եմ շատ ուրախ, իսկապես, եւ շատ ողջավորված եմ այս զրույցի հետ կապված։ Ջեմա ջան, ես ձեզ շնորհավորում եմ, հատկապես, որ 160-րդ թատերաշրջանը մեկնարկեց մի ներկայացումով, որտեղ Ջեմա Ադամյանը գլխավոր դերում էր 3 անունով մի աղջիկ, այդպես տրվեց 160-րդ թատերաշրջանի մեկնարկը։ Այո, ես էլ եմ շատ ողջավորված եւ շատ ուրախ եմ, որ այդ կերպարը այդ ներկայացման մեջ բաժին հասավ ինձ եւ ես հնարավորություն ունեցա աշխատել պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ եւ ստացանք մի գեղեցիկ մի հեքիաթային աշխատանք։ Ես համոզված եմ, որովհետև ես առաջին շարքերում նստած եմ եղել եւ դիտել եմ ներկայացումը, իսկապես շատ հետաքրքիր, շատ բարդ, ծավալուն, բայց շատ հուզող աշխատանք էր։ Այդ ներկայացումը նաև Նիկոլայ Ծատուրյանի 80-ամյա հոբելյանի հետ էր կապված, որովհետև նա ցանկացավ ոչ թե ինչ-որ շքեղ երեկո ունենալ, այլ ներկայացում բեմադրել Գյումրու դրամատիկականում, եւ դա եղավ իր ծննդյան նվերը թատրոնի ծննդյան օրվա համար։ Ջեմա, ինչպես ստացաք առաջարկը ներկայացման մեջ գլխավոր դեր կատարել։ Շատ հետաքրքիր էր, որ իսկապես ես չէի սպասում, չէի պատկերացնում, որ կզբաղվեմ Նիկոլայ Ծատուրյանի ներկայացման մեջ, կաշխատեմ նրա հետ։ Գիտեմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն է ինձ առաջարկել այդ դերի համար։ Նիկոլայ Ծատուրյանին չի հրաժարվել, բայց մենք ունեցել ենք նախնական փորձերի շրջան, որից հետո արդեն պարզ կդառնար արդյոք ես կլինեմ այդ դերակատարման դերասանուհին թե ոչ, եւ մենք մի քանի փորձ ունեցանք, մոտավորապես մի շաբաթ աշխատում էինք ու ես անընդհատ ամեն օր ամեն փորձից հետո սպասում էի, որ հասկանամ արդյոք ես եմ լինելու թե ինչ է լինելու, բայց մի շաբաթ հետո իմացա, որ կերպարի համար հաստատվել եմ եւ ուրախությանս չափ չկար։ Ջեմա, ասում ենք կերպար, բայց փաստորեն այստեղ կերպարներ են եւ ներկայացման անվանումը խոսում է արդեն ինքն իր մասին 3 անունով մի աղջիկ։ Հիմա պետք է ասենք, որ Ջեմա Ադամյանը այնտեղ խաղում է 3 շատ տարբեր տարիքներ, 14-ամյա աղջիկ, 25-ամյա երիտասարդ կին եւ արդեն 40-ամյա կին։ Ջեմա, գիտեք ինչ է հետաքրքիր, որ սա որ երրորդ ներկայացումն է արդեն ձեր խաղացանկում, բոհեմը, սպասումը, ինկած բերդի իշխանուհին, որտեղ Ջեման կատարում է դերեր այն տարիքի կանանց, որ տարիքին դեռ ինքը չի հասել։ Հիմա այս ներկայացման մեջ 14-ը եւ 25-ը դա ինչ որ մի կերպ դեռ հասկացանք, Ջեմա ջան, բայց 40 տարեկան կնոջը, այն էլ դժբախտություններով լի, ծանր կյանքով, բայց կնոջ, որը նորից պետք է վերածնունդ ապրի, որը պետք է թունելի վերջում, ինչպես տեսանք ներկայացման մեջ, լույսը տեսնի եւ քայլի այդ գնացքի ռելսերով գնա։ Ինչպես տրվեց կերպար ձեզ, չվախեցրեց, որ այդ տարիքն էլ պիտի խաղա։ Շատ վախեցրեց, անչափ շատ վախեցրեց։ Նախ առաջին տարիքն էլ վախեցրեց, փոքրիկ աղջկա տեսարանը, այդ առաջին գործողությունը, որտեղ ամբողջովին ես 14 տարեկան դեռահաս աղջիկ էի, դա էլ էր վախեցնող, ամենահարմարը, ամենակոմֆորտը ես ինձ զգում էի 25-30 տարեկան այդ հատվածում, երկրորդ գործողության առաջին մասում, բայց իսկապես ես չեմ հասկանում ինչ է կատարվում ռեժիսորների հետ, որ ինձ իրանք մեծ կերպարներում, այսինքն տարիքով մեծ կերպարներում են տեսնում։ Օրինակ, տարիներ առաջ, երբ նոր է եկել Գյումրու դրամատիկական, շատ դերասաններ, շատ աշխատակիցներ ինձ տեսնելուց ասում էին. «Ոյ, դու շատ հետաքրքիր Էդիթ Պիաֆ կլինես, երբ որ մեծանաս մի 15-20 տարուց կխաղաս»։ Ասում էի, «Հո, ինչ լավ հետաքրքիր է, բան» ու տենց գալիս է մի օր, որ Ժաքյան Տաթևը դերաբաշխում է հանում, դերաբաշխման մեջ ինձ տալիս է Էդիթ Պիաֆի կերպարը, որ բավականին տարիքով է, բավականին հասուն է, ապրված է ու ասում դու չսպասեցիր, հա, որ ես մեծանամ։
Եվ այդ դեպքից հետո կարելի ասել, որ արքայադստրերի կերպարները ինձ վերցրեցին, երիտասարդ աղջիկներին էլ վերցրեցին ու ես դարձա հասուն կերպարներ մարմնավորող դերասանուհի։ Հաշտեք այդ մտքի հետ։ Իրականում այո, որովհետև այդ կերպարները ինձ դաստիարակում են, իրանք ինձ դարձնում են ավելի հասուն, իրանց տեսակետները, իրանց կյանքի փորձը, դե մենք կերպարը որ խաղում ենք, մենք շատ մտածում ենք, շատ անալիզ ենք անում, արդարացնում ենք, չենք արդարացնում, շատ ենք փորում այդ ամենը։ Ու այդ փորելու ընթացքում իմ մոտ ինչ-որ այլ հասունություն է գալիս, այսինքն ջեմայի մոտ է այդ այլ հասունությունը գալիս։ Եթե ես ինչ-որ բաներ պետք է ապրեի այս կյանքում, որպեսզի հասունանայի, այդ կերպարները ինձ օգնել են եւ դա մի քիչ ավելի վաղ է կատարվել իմ կյանքում, որովհետեւ ես տարբեր տեսակետներ ունեմ, տարբեր հետաքրքիր անալիզներ ունեմ արած, ասենց ասեմ 40-ամյա կնոջ կերպարի հետ։ Հիմա տեսեք, հաճախ օրինակ դերասանները ասում են այս կերպարը ինձ մոտ է կամ մոտ չէ։ Եթե տարիքով համապատասխանում են կերպարին, մեկ-մեկ լինում է ասում են ես ինձանից ինչ որ բան տվեցի այդ կերպարին, լինում է որ ասում են վերցնում ենք։ Հիմա կարող ենք ասել, որ այդ տարիքի կերպարները Ջեմա Ադամյանին են ինչ որ բան սովորեցնում։ Այո, միանշանակ այո։ Էլի օրինակը բերեմ Էդիթ Պիաֆի հետ կապված, Էդիթ Պիաֆին շատ հարցերի պատասխաններ տվեց, որոնք որ ես ինչ-որ կյանքային ինչ-որ փուլում հասել էի ու չէի հասկանում, արդյոք որն է ճիշտ, որն է սխալ, ոնց է պետք վարվել, ոնց չէ պետք վարվել, ու այդ կերպարը բացելու ընթացքում շատ հարցերի պատասխաններ ստացավ հենց Ջեման։ Ու նույն կերպ 3 անունով մի աղջիկ ներկայացման մեջ շատ հարցերի պատասխաններ ստացա ես, այսինքն ես ցենց օգտվում եմ իմ կերպարներից լավ առումով, որովհետև իրանք մշակված են, իրանք գեղարվեստական են, իրանք ավելի ճիշտ են ու իրենցից ավելի հեշտ է սովորելը ու ավելի սահուն է ստացվում։ Ջեմա, գիտեք, ես երբ նայում եմ ձեր հերթական որևէ լավ ներկայացում, իսկ ես շատ հաճախ եմ լինում ի դեպ Գյումրու թատրոնում եւ աշխատում եմ հնարավորինս ներկայացումներ բաց չթողնել, ձեր պարագայում, երբ ես տեսնում եմ հերթական հաջողած դեր, միշտ մտածում եմ, արդյոք Կապանը եւ Կապանի թատրոնը, մտածում եմ, որ այս պարագայում Կապանը կորցրեց, Գյումրին գտավ եւ Ջեմա ջան, միգուցե մեր հեռուստադիտողը չգիտի, այսպես դեպքեր քիչ են լինում, բայց ուզում եմ մի քիչ խոսեք այդ մասին։ Ջեմա Ադամյանը ծնվել, մեծացել է Կապան քաղաքում, այնտեղ դպրոց է հաճախել, սովորել է։ Ինչպես ստացվեց Գյումրի ձեր գալը, մուտքը Գյումրու դրամատիկական թատրոն եւ այսօր Ջեմայի համար Գյումրին ինչ քաղաք է։ Շատ հետաքրքիր ու շատ միստիկ է երևի, այսպես ասած իմ Գյումրի հայտնվելը։ Իմ մայրը կապանցի է, հայրս գյումրեցի է։ Այո, բայց հայրիկի գյումրեցի լինելը կապ չուներ իմ այստեղ գալու հետ կապված։ Ես երբ որ սովորում էի Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսում, մեր կուրսը եղել է առաջին կուրսը Կապանում, էքսպերիմենտալ կուրս էր հավաքվել եւ ես հենց սովորել եմ Կապանում։ Եվ զուգահեռ երկրորդ կուրսից արդեն աշխատում էի Կապանի դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի, արդեն խաղում էի կերպարներ ունեի ու շատ հետաքրքիր էր ամեն ինչ, բայց ինստիտուտը ավարտելու հետ զուգահեռ Գյումրու դրամատիկական թատրոնից հրավեր առաջարկ եմ ստանում։ Մտածում եմ, որ ինչու ոչ, որովհետև ինձ համար միշտ եղել է, նույնիսկ այդ ժամանակ ես Գյումրուի թատրոնում չէի աշխատում, չէի պատկերացնում, որ ես կարող եմ այստեղ աշխատեմ, բայց Գյումրու դրամատիկական թատրոնը իմ համար եղել է Հայաստանի թիվ 1 թատրոնը։ Եվ դա ինձ համար ուղղակի ես չէի հասցրել երազել ու իմ երազանքը կատարվեց։ Ու միանգամից ես եկա փորձաշրջան անցա դե բնականաբար ու հետո մնացի Գյումրու դրամատիկական թատրոնում։ Ու միշտ ասում երևի արմատներս էլ կանչեցին, որովհետև հայրս գյումրեցի է, ինքը այստեղ ապրել է, հետո իհարկե տեղափոխվել է Երևան, բայց ես այստեղ ընթացքում, այս տարիների ընթացքում նույնիսկ բարեկամներ եմ գտել, ինչ որ կորած բարեկամներ, ու նույնիսկ բարեկամական կապեր ունեմ արդեն Գյումրիում։ Հիմա Գյումրին ի վերջո ձեզ համար ինչ քաղաք է։ Գյումրին իմ փոքր հայրենիքը Կապանն է, քաղաքն է, այո, ես այստեղ շատ հարմար եմ զգում ինձ համար շատ քաղաքը շատ հարմար քաղաք է ինձ համար, որովհետև քաղաքը հանգիստ է, ուրիշ հանգստություն ունի, նույնիսկ այն Երուսաղեմի ժամանակ, երբ որ, չգիտեմ, քաղաքը ակտիվ է, ինչ-որ շատ մարդիկ կան, բայց մի հատ ներքին հանգստություն ունի, ես քաղաքը որ ավտոմատ փոխանցվում է ինձ, ես էլ տեսակողմից ցած մարդ եմ, այդ հանգստությունը ինձ պետք է, դրա համար ես Գյումրին շատ լավ եմ զգում։
Կապանի թատրոն գնում եք, ներկայացումներ դիտում եք։ Այո, այնտեղ աշխատում են իմ ընկերները, իմ համակուրսեցիները, իմ գոլեգաները եւ Կապանի թատրոնի հետ կապված ես դա իմ հարազատ թատրոնն է։ Ես շատ եմ սիրում թե դերասաններին, թե աշխատակիցներին, բոլորին, որովհետեւ ես այնտեղ 4 տարի ապրել եմ։ Հիմա դուք այստեղ մենակ եք բնակվում, ծնողները Կապանում։ Այո։ Հայրս Երևանում, մայրս Կապանում, ես այստեղ։ Ոնց է տրվում այդ մենակ կյանքը, ջեմա։ Ամենասկզբից մի քիչ դժվար էր, որովհետև ես նույնիսկ ուսանողական տարիներին մենակ չեմ ապրել, այսինքն ես տանն եմ եղել ուսանող ու երբեք չի եղել ինձ այդ դեպք, որ ես մենակ լինեմ։ Նույնիսկ տանը, որտեղ մենք տանը շատ էինք։ Ու երբ որ որոշել էի որ գայ, առաջին հարցը մամաս ասում է դու կարողանաս քնես մենակ, որովհետև մեր տանը, երբ որ իրանք տանեցիներս գնում էին ինչ-որ միտեղ ու դրսում մթնում էր, ես տան մեջ չէի կարողանում մենակ մնալ, իջնում էի ներքևը սպասում էի, մինչև իրանք կան, որ բարձրանայի տուն։ Ինչ-որ տարօրինակ ֆոբիա ունեի, որ Գյումրի տեղափոխվելուց հետո մոտավորապես մի շաբաթ հետո վերացավ։ Ու տենց շատ հանգիստ, շատ հարմար ու հիմա արդեն չեմ պատկերացնում ոնց կարողանամ ապրել այլ մարդկանց հետ։ Այդքան հարմարվել եմ մենակ ապրելուն։ Հիմա ինձ թվում է դա ինձ բարդ կտրվի ավելի շատ, քան մենակ ապրելը։ Ջեմա, երբ ասում ենք Գյումրի, հասկանում ենք բարբառ։ Ինչքանով է հիմա Գյումրու բարբառը ձեզ տրվել եւ ասենք մի ռեժիսոր հետաքրքրվում է ձեզանով եւ պիտի ներկայացում բեմադրի կամ ֆիլմ նկարի, որտեղ դուք պետք է խոսեք Գյումրու բարբառով, կստացվի դա Ջեմայի մոտ, կհաջողի ձեզ։ Հիմա չեմ ուզում շատ ամպագորգոր վստահ ասել այո, բայց այո։ Շատ վստահ այո չէ, մի քիչ բան այո է, որովհետև այս տարիների ընթացքում ես ավտոմատ գյումրեցիների հետ խոսելուց հնարավոր չէ գյումրեցին քեզ ասի ինչ ես, ասես լավ եմ, դու ոնց ես։ Ավտոմատ որ ասում են ինչ ես, լավ, դու ինչ ես։ Այդպես մի անգամ Այ դա ուզում ասեի, նրանց դեպքում դա բացառում է, դու պետք է նույնիսկ Կապանի բարբառը, ես Կապանի բարբարին էլ եմ տիրապետում, Կապանի բարբառն էլ է ինձ համար ձեռքբերովի, որովհետև ամենափոքրիկ տարիքում մենք Երևանում էինք ապրում, հետո գնացել ենք Կապան ու ես խոսել եմ հայերեն, Երևանի բարբառով այսպես ասած, ու Կապանում եմ սովորել Կապանի բարբառը։ Եղբայրս մինչև հիմա ոչ մի բարբառով չի խոսում, մենք իրար հետ նույն ձև ենք մեծացել, բայց ինքը խոսում է հայերեն։ Ու ես տենց խոսում էի Կապանի բարբառով, արդեն դա սովորել էի պատահմամբ, ու հետո երբ որ եկա Գյումրի մի քանի տարի անցավ ու զգացի, որ ես էլ ինչ-որ բարբառային բաներ եմ անում, ինչ-որ բաներ եմ խոսում, բայց ինքը լիարժեք Գյումրու բարբառ չի, մի քիչ համեմված է արևմտա, արևելա հայերենով, տարբեր բաներով է համեմված իմ խոսակցականը, երբ որ ես ասենց եթերից դուրս եմ, բայց ինձ թվում է ես կկարողանամ արդեն հաղթահարել Գյումրու բարբառը։ Իդեպ մի բան պատմեմ, հարսանիք թիկունքում ներկայացման մեջ իմ կերպարը Անին ինքը գյումրեցի էր, բայց այդ ժամանակ ես նոր էի եկել Գյումրի եւ ոչ մի կերպ չէի կարողանում հաղթահարել լեզուն եւ իմ կերպարի ծնողներից մեկին դարձրեցին ոչ գյումրեցի, որպեսզի արդարանա հարսի հայերեն խոսելը, որտեղ ես չէի կարողանում հաղթահարել այո բարբառը առանց բարբառի հարսի խոսելը։ Իսկ հիմա ինձ թվում է արդեն կկարողանամ։ Ջեմա, դուք ինձ կանխեցիք, ես այդ ներկայացման մասին պետք է խոսեի հարսանիք թիկունքում 2017 թվական, 2016 թվականի ապրիլյան քառորյա պատերազմից հետո Գյումրու դրամատիկական թատրոնը բեմադրեց հարսանիք թիկունքում ներկայացումը, մի փայլուն ներկայացում, միաժամանակ շատ հուզիչ, բայց շատ ծանր, բայց մեր իրականությունը, երբ առանց պատերազմի, առանց կրակոցի, առանց զինվորական հագուստի, բեմի վրա մենք տեսանք մի ամբողջ ժողովրդի պատմություն, կյանք պատերազմական շրջանում։ Մենք դեռ իհարկե չգիտեինք, որ 4 տարի հետո մեզ սպասվում է 2020 թվական, Ջեման այնտեղ հարսի դեր էր կատարում, այն հարսնացուի, ում թողեցին հենց այդպես էլ հարսի շորերով եւ երիտասարդ Փեսան մեկնեց մարտի դաշտ։ Ջեմա, ինչ փոխեց այդ դերը ձեր կյանքում եւ այդ գիտակցումը կար հետո նորից խաղալուց, որ ի վերջո դուք հավաքական կերպար եք խաղում հարյուրավոր աղջիկների, հիմա արդեն մեր իրականության մեջ հազարավոր աղջիկների, ում շատ մեծ ցավով եմ ասում, բայց ճակատագիրը դարձավ այդպիսին։
Այդ ներկայացումը յուրաքանչյուր անգամ երբ հայտնվում էր մեր խաղացանկում, երբ դերակատարներս տեսնում էինք, որ ներկայացումը հերթական անգամ դրվել է, արդեն 20 թվի դեպքերից հետո մի հատ տրաուր էր կատարվում տրուպայի մոտ, որովհետև մենք արդեն չէինք ուզում խաղայինք, որովհետև ոչ թե լավ չէ, վատ է, ի վիճակի չէինք, այսինքն հոգեբանորեն էլ հնարավոր չէր խաղալ, հնարավոր չէր ինչ որ մի փոքրիկ տեսանում ժպտալ ու անկեղծ երևի այդ շատ քիչ ներկայացումներից է, որ գրեթե բոլոր տրուպան շատ ուրախ էր, երբ որ նայում ենք խաղացանկ ամսվա ու չկար այդ ներկայացումը, ասում ենք ինչ լավ է։ Բայց այս ամեն ինչը ինքը ոնց ասեմ, մի քիչ ալեգորիկ կարելի է հասկանալ ու իսկապես բարդ էր դերակատարների համար ու ես պատկերացնում եմ, եթե բարդ էր դերակատարների համար ամեն անգամ խաղալ այդ էմոցիան, ինչքան բարդ է այդ ամենը այն մարդկանց համար, ովքեր որ հենց անմիջական կրողն են ու անմիջական մասնակիցն են դեպքի իրավիճակի իրադրության, դրա համար ոչ կարող եմ համեմատել, ոչ էլ կարող եմ ինչ-որ այլ բան ասել։ Ես ուղղակի փորձել եմ իսկապես հավաքական ինչ-որ նուրբ նոտաներով արտաբերել իմ կերպարը։ Դա ձեզ հաջողել էր, Շնորհակալ։ Ջեմա, դուք բազմաթիվ մանկական ներկայացումներում էլ զբաղվածություն ունեք եւ ես հարցազրույցներից մեկը ընթերցեցի, դուք ասում եք, որ Գյումրիում շատ երեխաներ կան ձեր հարևաններից եւ այլն, որ ձեր հանդիսատեսն են, հաճախ գալիս են, հետո էլ ուզում են ձեզ ինչ-որ մի բան նվիրել, ծաղիկ, կոնֆետ եւ այլն։ Եվ նորից վերադառնալով, որ այս ընթացքում Ջեման շատ բարդ կերպարներ նաև մարմնավորեց, այսինքն արդեն մեծերի համար նախատեսված ներկայացումներում։ Ջեմա, դա կյանք, աշխարհայացք, այդ դերերը ի վերջո փոխում են, էլի։ Հիմա այս վերջին ներկայացման մեջ այդ 40 տարեկան կինը արդեն սենց ով դարձել է, խմում է, ալկոհոլ է օգտագործում, երեխա է կորցրել, սիրված տղամարդ է կորցրել, ամեն ինչ։ Մեկ էլ հետո պետք է բեմ բարձրանաք ու ասենք մանչուկ խաղաք ու հետո նորից այդ երեխաները գան ձեզ մոտ, ասեն ինչ լավ է ամեն ինչ կյանքում, որ աշխարից ուր ինչ եք տանում, Ջեմա, որ կարողանաք երևի ինչ որ բալանս պիտի պահի, չէ՞։ Այո։ Մեկ լինում են ինչ որ բաներ, սրիվներ, այսպես ասած, բայց այդ սրիվները լինում են հիմնականում ներկայացման այն ամենապիկ փորձերի ընթացքում, երբ որ մենք օրական մի քանի պրագոն ենք անում, ու այդ պրագոնների ժամանակ կարող է ինչ-որ էմոցիոնալ բաներ ունենանք, փականներ ունենանք, որտեղ որ պետք է այդ էմոցիաները փակենք, ու այդ ես կարող է գնամ տուն, բայց այդ փականներս բացվեն տանը, ես լինեմ մենակ, բայց ինչ-որ էմոցիաներ ապրեմ։ Այդ դրանք են հիմնականում լինում բարդ, բայց դրանք հետո ներկայացման հետ, այսինքն ներկայացումը, որ էփվում է, այսպես ասած նստում է, այդ էմոցիաներն էլ են նստում, ու ինքը արդեն դառնում է ոչ միայն sense մեջից բան այտենց դու ոչ թե ամբողջովին փորձում ես ոնց ասեմ այսինքն ինքը փոքրիկ տեխնիկա էլ է դառնում որ այդ տեխնիկայի շնորհիվ դու կարող ես առավոտյան խաղալ մանկական ներկայացում երեկոյան խաղալ մեծահասակների համար նախատեսված ներկայացում ու տենց ինչ որ sense վարժվում է օրգանիզմդ բայց ինչ եմ տանում այնտեղից այնտեղ երևի այդ փոքր երեխային եմ տանում միշտ ինձ հետ իմ մեջի երեխային եմ պահում եմ ու հանկարծ չեմ ուզում որ մեծանա որտեղ որ մեծանա չգիտեմ տխուր կլինի մի քիչ մեջի փոքրիկ Ջեմային փորձում եմ միշտ արթուն պահեմ ու միշտ նույնիսկ իր հետ հաշվի նստեմ։ Այսինքն չեք մերժի մանկական ներկայացումներում խաղալու Ոչ, իմ ամենասիրելի ներկայացումներն են մանկական ներկայացումները։ Մենք հիմա ամանորյա ներկայացում ենք ունենալու պրեմիերայի Երկարագույն Պապեպին, որը արդեն պատրաստ է։ Ես այնտեղ խաղում եմ, բայց ես այնտեղ մարմնավորում եմ Ֆրեկե Ռոզենբլյումի կերպարը, մոտավորապես 70 տարեկան տատիկ է։ Հա, ու այլ արդեն մի խոսքով։ Ինչ հետաքրքիր է, չէ, ռեժիսորական աչքը։ Հիմա որ մի կողմից նայում ես փոքրամարմին աղջիկ, տենց իսկապես դեռ այնպիսի տվյալներով, որ կարող է արքա, բայց մյուս կողմից էլ բեմի վրա ձեզ տեսնում ես եւ հասկանում ես, որ չեն սխալվում ռեժիսորները։ Ուրախ եմ, որ այդ կարծիքին եք։ Իսկ Ջեմա, լավ, 3 անունով մի աղջիկ այդտեղ նույն կերպարն է տարբեր տարիքներում, բայց սպասում ներկայացման մեջ, այնտեղ քանի դեր եք խաղում եւ քանի կերպար է, տարբեր կերպարներ էին այնտեղ։
Հա, տարիքային այնտեղ շատ հասուն, շատ ոչ թե հասուն էին բոլոր կերպարները, տարիքային ավելի շատ մեծ կերպար չունեի։ Իրենք կամ երիտասարդ էին, կամ միջին տարիք ունեին, կամ անորոշ էին, բայց 5 կերպար էր, 5 փոքրիկ, այսինքն ներկայացումով կազմված էր մասերից, ու այդ մասերից 5-ի մեջ ես էլ էի զբաղված ու մեկը մյուսից տարբեր կերպարներ էին, նույնիսկ հատվածներն էին մեկը մյուսից տարբեր, մեկը կոմեդիա էր, մեկը դրամա էր, ու տենց շատ հետաքրքիր ներկայացում էր, շատ հետաքրքիր պրոցես էր։ Էդիթ Պիաֆի կերպարը ինչ փոխեց Ջեմա ձեր կյանքում։ Էդիթ Պիաֆի կերպարը ինձ սովորեցրեց ներել։ Հա։ Ես չէի պատկերացնում, որ դա ինձ պետք է, նույնիսկ չէի մտածում, որ ինձ պետք է ինչ-որ այդ զգացողությունն ունենալ, այսինքն չէի մտածել դրա մասին, կարող է հետո գայի կյանքի ինչ-որ մի հատ տարիքում, ինչ-որ մի հատ փուլում գայի նստեի հասկանայի, որ դու ունակ չես ներելու, դու պետք է կարողանաս ներել, բայց չէ, հələ ես էլի դրա մասին չմտածած, որ պետք է արդյոք ցենց ինչ-որ զգացողություն ինձ պետք է թե չէ, Պիաֆը գալիս է ու ասում է հիշիր կյանքում, որ դու պիտի լինես սենց։ Ու այդ ներելու զգացողությունը տվեց ինձ, այսինքն կարողությունը, ունակությունը, որովհետև ինձ թվում է ներելը բարդ բան է։ Լավ, Էդիթ Պիաֆի կերպարը ներել Ջեմա, բայց սիրելում կերպարը սովորեցրեց եւ ինչու է Ջեման ասում ես մենակ ապրում եմ ու էլ չեմ էլ պատկերացնում, որ ինչ որ մեկի հետ պետք է ապրեմ։ Այս բազմաթիվ կերպարներից սիրել որ կերպարը սովորեցրեց Ջեմա։ Սիրել ես գիտեի։ Սիրել ինձ սովորեցրել են ծնողներս։ Սիրել սովորել եմ տանը։ Այսինքն այդ զգացողությունը ունեի, դա գիտեի, բայց մենակ ոչ թե չեմ ուզում կամ չեմ պատկերացնում, այլ ինձ թվում է դժվար է լինելու ինչ-որ մարդկանց հետ ապրելը, ոչ թե չեմ ուզում, այլ ուղղակի վստահ եմ, որ դժվար է լինելու։ Թե տենց ինչ-որ կտրականապես ինչ-որ արգելքներ, պատնեշներ չկա իմ դիմաց, որ վերջ ես պետք է ամբողջ կյանքս մենակ ապրեմ, չէ։ Ջեմա, իսկ թատրոնը, դերերը, դրանց բովանդակությունը ձեր պատկերացման մեջ տղամարդու կերպարը փոխում են, ինչ որ սանդղակ փոխում են։ Այո, ուղղակի պետք է շատ ուշադիր լինել, այսինքն տեսեք մեր դահլիճում ինչքան տեղ կա, չէ՞, բայց այս վստահ չեմ, որ յուրաքանչյուր հանդիսատես ունակ է եւ կարող է եւ իրեն ամբողջովին բաց է թողնում այդ ամենը ընկալելու համար։ Ու եթե նույնիսկ 30% այդ ամեն ինչը ընկալի, հաստատ որակական փոփոխություն կունենանք մենք։ Ջեմա, ասել եք, որ Կապանի ձեր տան պատուհանից երևում էր խուստուպը։ Այսօր Գյումրու տան պատուհանից ինչ է երևում եւ այդ խուստուպի տեսարանը կարոտում եք։ Շատ եմ կարոտում։ Երբ նայում եք խուստուպին, ինչ զգացողություններ ունեիք։ Գիտեք, ինչ երբ որ այնտեղ էի ապրում, ես միշտ նայում եմ, ասենց պատուհանը բացում էի, ասենց որ իմ պատուհանը սենյակից բացում եմ, դիմացը սար է ու հենց ասենց խուստուպն է, այսինքն այս կողմից է, մեր այս տան այն մյուս պատուհանից էր երևում, ու երբ որ պատուհանը բացում էի, նախ ցիտիկների ձայններ, այդ օդներ, այդ ամեն ինչն էր, ու այդ ամեն ինչը մամա նորմալ էր։ Ես չէի ասում, օ ինչ լավ է, չէի մտածում, որ այս ինչ լավ է։ Ու հետո երբ որ Գյումրի եկա, տեղափոխվեցի Գյումրի, նախ մի պահ հասկացա, որ ինչ որ մի բան այն չի, հետո հասկացա, որ սարերը չկան։ Այստեղ դա բան է, չէ, հարթավայր է։ Ու որպես այդպեսին լեռնային ոչ մի պեյզաժ հնարավոր չէ գտնել։ Ու հետո հասկացա, որ փաստորեն ինձ այդ վերև նայելու բանը զգացողությունը հիմա երևի մենակ երկինք ու աստղեր նայեմ։ Ու հետո երբ որ արդեն Գյումրի ապրելու ընթացքում էի գնում էի Կապան, այդ ժամանակ էի նոր վերագնահատում, վերաարժևորում, որովհետև այն ժամանակ ես ուղղակի վայելում էի առանց մտածելու, թե այդ ինչ հնարավորություն ունեմ ես պատուհանը բացեմ ու անգամից այդ ամեն ինչը զգամ։ Ու դա հետո Գյումրի տեղափոխվելուց հետո սկսեցի գնահատել ու հիմա մեծ կարոտով ու մեծ ցանկությամբ եմ ամեն անգամ գնում Կապան, ամեն անգամ բարձրանում էր 8-րդ հարկը ու բացում այդ պատուհանը։ Հա, ու մամաս էլ քանի որ գիտի այդ իմ սիրելի բաներից է, ինքը շատ հաճախակի ինձ վիդեո տարբերակներ է ուղարկում ու այդ մեր դիմացի սարը տարվա յուրաքանչյուր եղանակից ես ֆոտոներ ունեմ ու գրեթե ամեն տարի, որովհետև մամաս տենց անընդհատ նկարում ուղարկում եմ յուրաքանչյուր խոսքով շատ գեղեցիկ տեսարան է։ Իսկ հիմա շատ սիմվոլիկ է իմ պատուհանից երևում է գնացքի գծերը ու գործող գնացքի գծերը անընդհատ գնացք է անցնում իմ տան պատուհանի մոտով, ոնց է երեկաննում մի
ներկայացման մեջ անընդհատ գնացքի անցնում։ Հիմա իմ պատուհանից անընդհատ ու մի խոսքով ես արդեն գնացքի բոլոր ժամերը գիտեմ։ Ջեմա, տեսեք, թատրոն, որը 160 տարեկան է։ Դուք այսօր հանդիսանում եք այդ թատրոնի մի մասնիկը։ Այսինքն, երբ նշել եք 160-ամյա Հոբելյանը, Ջեմա Ադամյանը եղել է այդ Հոբելյանի մի մասնիկը եւ բազմաթիվ դերասաններ ձեր թատրոնի եւ ի պատիվ ձեր թատրոնի եւ գեղարվեստական ղեկավարի երիտասարդները միշտ շատ են։ Ջեմա, եթե այսօր եւ հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, դուք նայեք տեսախցիկին եւ հանդիսատեսին, հեռուստադիտողին, դիմեք որպես թատրոնի դերասանուհի, ով ունի 160-ամյա պատմություն։ Ինչ կուզեիք ասել, Ջեմա ջան։ Ես կուզեի ասել, որ միշտ սիրեն, միշտ գնահատեն թատրոնը, որովհետև թատրոնը արվեստի այն ճյուղերից մեկն է, որը որ միշտ եղել է, կա ու միշտ կլինի։ Լինեն անդավաճան թատրոնի հետ։ Թատրոնը չի սիրում, երբ իրեն դավաճանում են։ Լինես դու դերասանուհի, լինես դու հանդիսատես, լինես ուղղակի անցորդ։ Թատրոնի հանդեպ պետք է ունենանք յուրաքանչյուրս կապ չունի աշխատում ենք այստեղ չենք աշխատում, ունենանք մեծ հարգանք ու մեծ ակնածանք, որովհետև սա մի էներգետիկ մեծ կույտ է, որը որ եթե ուզի ինչ-որ մեկին նեղացնի, շատ ուժեղ կնեղացնի։ Դրա համար իրեն պետք է հարգել, իրեն պետք է սիրել ու շատ ակնածանքով վերաբերել։ Որտեղ շատ միստիկ մի հատ վայր է թատրոնը։ Ջեմա, մեր հաղորդումը կոչվում է առանց կարծրատիպերի եւ ես ձեզ պետք է անպայման հարցնեմ։ Ջեմա Ադամյանը կարծրատիպեր ունի թե ոչ եւ ինչ է կարծրատիպը ձեզ համար կամ թատերական աշխարհը թույլատրում է կարծրատիպ ունենալ։ Նախ ես չունեմ կարծրատիպեր, իմ մտահորիզոնը շատ ճկուն է, այսինքն եթե իրան ֆորմատ տանք, ինքը օվալաձև է, որը որ կարող է տարբեր տեղերից ինչ-որ ծրմռվի։ Այսինքն մեկ այլ տեսակետ ձեռք բերի, այսինքն ես բաց եմ յուրաքանչյուր մտքի, յուրաքանչյուր բանի առաջ, այսինքն չունեմ կարծրատիպային մտածելակերպ։ Ունեմ սկզբունքներ, բայց էլի դրանք թույլ չեմ տալիս, որ դա կարծրանան ու ինչ-որ, որովհետև չգիտեմ, ինձ համար կներեք, բայց մի քիչ ոչ դրական բառ է կարծրատիպը։ Հաղորդման վերնագինը, բայց դա այնուամենայնիվ, մանավանդ թատրոնում կարծրատիպեր առանց կարծրատիպերի, ճիշտ է, հա, ասեցի, հետո ֆիքսեցի։ Բեմը կարծրատիպ թույլ տալիս։ Թույլ չի տալիս, չէ, կարծրատիպեր չէ, չեմ կարող հիմա ասած բացել, բայց չեմ պատկերացնում ինչ պետք է լինի, որ կարծրատիպերը լինեն տեղին։ Չեմ մտածում, չգիտեմ։ Հնարավոր է ինչ-որ ֆորմա լինի, որը պետք չէ այս պահին այդ ֆորմայից դուրս գալ, բայց որ լինի կարծրատիպ, ոչ։ Ջեմա Ադամյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Սիրել, ժպտալ, վայելել։ Հայրենիքը ձեզ համար տունն է։ Ջեմա ջան, հաղորդման ավարտին դուք ինձ կարող եք մի հարց ուղղել ըստ մեր հաղորդման ձևաչափի։ Իհարկե, եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը եւ ես սիրով կլսեմ ու կպատասխանեմ ձեր հարցին։ Ես քանի որ sense նայում եմ ձեզ ու անդադար շոյվում եմ աչքերը, ես կուզեմ ձեզնից լսել գեղեցկության բանաձևը։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Ջեմա, նախ շնորհակալ եմ, այդ շատ լավ է, որ դերասանուհի են, էլ երիտասարդ դերասանուհի, ասում են նայում եմ աչքերը շոյվում։ Շնորհակալ եմ, Ջեմա ջան, գիտեք, ես երևի թե դրան, Ջեմա, հատուկ բանաձև չունեմ, բայց ես հավատում եմ մի իրողության, որ կնոջ ներքին եւ արտաքին աշխարհը շատ լուրջ կապ ունեն իրար հետ եւ դու ուղղակի պիտի ամբողջ կյանքում աշխատես, որ այդ կապը ճիշտ պահես, որովհետեւ եթե այդ կապը կկտրվի ամեն ինչ, այսինքն այստեղ խնդիրը նա չէ, որ դու ինչ-որ տարիքում կանգնես հայլու առաջ ու սկսես մանր կնճիռներ քո վրա մանգալ ու դրանից մտածես, որ այսինչ ահավոր է ու կյանքը ավարտված է, բայց եթե դու զգաս, որ քո ներքինի եւ արտաքինի կապը կտրվել է եւ ել չկա այդ ներդաշնակությունը, կարծում եմ այդտեղ հենց այդ պահին
կինը կորցնելու է իր արտաքինը, կորցնելու է իր գեղեցկությունը եւ ոչ մի պլաստիկ վիրահատություններ, ոչ մի միջամտություններ, կողքից ոչ մի խոսքեր, դա շատ լավ է, երբ կողքից լավը լսում ես, բայց ես միշտ հակված եմ նրան, որ առավոտյան դու հայլու մեջ նայում ես ինքդ քեզ, դու պիտի հասկանաս առաջինը ինքդ քեզ սիրես այն առումով, որ քո մեջ ամեն ինչ լավ է, ճիշտ է, խաղաղ է, ներդաշնակ է։ Ու այդ ժամանակ քեզ կսիրեն ու կընդունեն բոլորը, այսինքն կասեն, որ դու գեղեցիկ ես։ Անկախ տարիքից, մենք բոլորս էլ մեր փոփոխությունները զգում ենք ու դա մարդ պետք է նորմա ընդունի։ Երբեք դու չես կարող կանգնել, չգիտեմ ինչ տարիքում ակնկալել, որ 20 տարեկանի տեսք ես ունենում եւ ես դրան երբեք չեմ էլ ձգտել, բայց ուղղակի ուզում եմ, որ ինչքան հնարավորինս կարողանամ այդ կապը չկտրվի։ Շատ սիրուն մեկնաբանեցիք։ Ջեման ջան, շնորհակալ եմ շատ։ Գիտեք հիմա ինչ եմ մտածում, ձեզ նայում եմ, այս թատրոնը, այս մեծ դահլիճը, թեկուզ եւ դատարկ, այս հրաշալի բեմը, այս փոքրիկ ջեման էս բեմի վրա։ Ես ձեզ անձամբ չէի ճանաչում, բայց ասում եմ իսկապես այդ դերերից ոգևորված ես ուզում եի, որ այս զրույցը լինի։ Ինչն է հետաքրքիր, երբ ես զանգել էի թատրոն, որ պայմանավորվեի, որ թող իմ հյուրը լինի Ջեման Ադամյան, երբ ասեցի այդ ժամերին թատրոնում, ինձ Ադելինան մի այսպիսի նախադասություն ասեց, Ջեման միշտ թատրոնում է։ Ու գիտեք, այդ միշտ բառը, տեսեք, ես որսացել եմ ու այդ միշտ լինելու մեջ ինչ որ մի բան կար, որ ես հիմա համոզվեցի, որ Ջեման այս թատրոնի սենց ինչ-որ մի անբաժան մասնիկն է։ Հիմա ես հավատում եմ, որ եթե նույնիսկ ներկայացում չկա, Ջեման կարող է մի հատ գա, որ տարածքում լինի, որ թատրոնում լինի, դա շատ կարևոր է, դա իսկապես դերասանական, սենց, ինչ ասեմ, սեր է էլի, սա տաճար է, որը ձեզ կանչում է, եւ ես կարծում եմ, որ հենց նաև դա է ձեր հաջողության բանաձևը, որովհետև մենք այստեղ շատ ներկայացումներից խոսեցինք, որ կան ներկայացումներ նույն 3 անունով մի աղջիկ եւ չէ որ ինկած Բերթի իշխանուին, այդ ներկայացումները 30-35 տարի առաջ են բեմադրվել եւ իբդեպ պրեմիերայի օրը Նիկոլայ Ծատուրյանը դրա մասին խոսեց, ասում է ես 30 տարի առաջ էլ բեմադրել եմ, դերասանների անուններ տվեց ու ես դուք այստեղ կանգնած եք, ասում եմ տեսնես ես երիտասարդ դերասանները հիմա ինչ զգացողություններ իրենց մեջ ունեն կամ փորձերի ժամանակ իրենք փորձել են համեմատվել կամ տեսնել կամ ասել օй կարող է ավելի լավ է խաղացել, բայց ես հիմա հասկանում եմ բան, երբ որ երիտասարդը սիրում է թատրոնը, երբ որ նվիրյալ է, ինքը միշտ իր խոսքը ունի, ու այդ խոսքը պիտի լինի այսօրվա, ինքը պիտի լինի ակտուալ եւ դուք այդ խոսքը կարողանում եք ասել։ Համենայն դեպս վերջին ներկայացումով ասեցիք, որ կանայք, եղեք ուժեղ, ապրեք, միշտ գտեք այն լույսը թունելի վերջում եւ միշտ ասեք, ես սպասում եմ, որ գալու է մի լավ տղամարդ եւ ասելու է ես քեզ սիրում եմ, արի ամուսնանանք։ Արի ամուսնանանք։ Աստված տա, որ ի կատարածվի բոլորի երազանքները եւ իսկապես թատրոնը չդավաճանեն։ Շնորհակալ եմ շատ, սիրելի Ջեմա, այս գեղեցիկ զրույցի համար, շատ անմիջական, պարզ, այնքան անմիջականություն կա Ջեմա ձեր մեջ, ամեն ինչ անկեղծ է, ամեն ինչ ճիշտ է, ֆալշ չկա։ Ձեր արտաքինի հետ ոչինչ չփոխեք երբեք։ Ինչ որ հիմա սիրում են երիտասարդները։ Որովհետև դա էլ է բնական, էլի այդտեղ էլ ֆալշ չկա, հենց փոխեք բեմի վրա կկորցնեք։ Ձեզ նորանոր հաջողություններ, մենք էլ միշտ իբրև հանդիսատես ձեզ ծափարենք այս գեղեցիկ դահլիճից։ Շատ շնորհակալ եմ։ Գյումրու թատրոնին էլ դեր երկարատև դարերի կյանք։ Մենք չենք լինի, թող ինքը լինի եւ այստեղ նորից լավ դերեր խաղան։ Այո։ Ես էլ եմ շատ շնորհակալ, իսկապես շատ հաճելի զրույց էր, այս զրույցի ընթացքում նույնիսկ էլ ինչ-որ պատասխաններ գտա ես ինքս ինձ համար, որ էլի ուրախացնող է եւ իսկապես շատ հաճելի էր, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Առանց կարծրատիպեր, առանց բառը իսկապես պետք է միշտ լինի կարծրատիպերից առաջ։ Հաճելի է լինել ձեր հաղորդման հյուրը, վայելել ձեր մթնոլորտը ու ձեզ հետ կոտրել բոլոր կարծրատիպերը։ Շնորհակալ եմ շատ։ Այսպիսին էր Ջեմա Ադամյանը առանց կարծրատիպերի։ Ջեման կարծրատիպեր չունի, իսկ կարծրատիպ բառը նրա համար բացասական է։
այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։